Քո կյանքում նոր փուլ է, նոր մարդ կա։ Այո, ես երջանիկ եմ։ Երկու անգամ վթարի ենթարկվեցիր։ Իմ վարորդն էր մեղավոր, արագ էր վարում ու չհասցրեց արգելակի, իսկ երկրորդ դեպքը հետևից եկան ու հարվածեցին, դրանից հետո էլ բան չեմ հիշում։ Բաժանվեցիր քո սիրելիից, Հարութից։ Ոնց ես դու այդ փուլը հաղթահարել։ Պարտադիր չի մնաց միտեղ, որտեղ ամեն ինչ անհասկանալի է։ Ոչ մեկ էլ չեմ քննարկել, որոշել եմ ես, արել եմ ես, խոսել եմ ու ամեն ինչ վերջացել է։ Որոշումը ընդունելի էր միանգամից երկրորդ կողմի համար։ Չգիտեմ։ Այդ ընթացքում մտածում էի կարողա մեղավոր եմ։ Վայ, կարողա պիտի չանեի։ Ընտանիքը հայտնի է, Էլիզի հայրը Արամն է, դրա համար նա առաջ է գնում, գուցե նաև այս խնդիրը կար, որ դու ուզում էիր առանձնանալ։ Հա, ես չեմ ասում, որ պապայի ֆակտորը չկա, ես չեմ կարա այդ բացառեմ։ Պապան ասել է, կարողա գաս։ Ես ասել եմ, որ այս պահին պատրաստ չեմ ոնց որ ետդարձ անեմ, շատ միջավայրերից դուրս եմ եկել։ Աշխատանքային թե ընկերական միջավայր։ Երկուսն էլ։ Իրանք հնարավոր է նկատածե չլինեն, բայց երբ որ ես խոսակցությունները իրենց մեջի հասկացել եմ, ասել եմ չէ։ Քեզ այլևս որպես դերասանուհի չենք տեսնի այս նախագծից հետո։ Կարծում եմ ոչ։ Քեզ դուր չես գալիս որպես դերասանուհի էկրանին տեսնելիս։ Բարդ է խաղալ 20-25 տարվա դերասանների կողքին։ Ողջույն, Breakpoint-ի այսօրվա մեր հյուրը դերասանուհի, բլոգեր Էլիզ Մելիքյանն է։ Ոնց ես Էլիզ։ Լավ, դու ինչպես ես։ Լավ, մերսի։ Առաջարկում եմ զրույցը սկսենք վերջին շրջանի քեզ հետ կապված իրադարձություններով, որոնք այդքան էլ լավ իրադարձություններ չէին։ Երկու անգամ վթարի ենթարկվեցիր։ Արի հասկանանք ինչ էր իրականում պատահել։ Ցավոք, բայց իրականություն է։ Երկու դեպքն է եղել է տաքսիի մեջ, այսինքն ես կապ չեմ ունեցել։ Ընդամենը ուղևոր էի։ Առաջին դեպքը իմ վարորդն էր մեղավոր, արագ էր վարում ու չհասցրեց արգելակի, իսկ երկրորդ դեպքը ոչ վարորդն էր մեղավոր, ոչ ես այլ մեքենա էր։ Լուսացույցի տակ կանգնած էինք, հետևից եկան ու հարվածեցին, դրանից հետո էլ բան չեմ հիշում, թե վախից, թե ցավից, արդեն մի քիչ հետո արթնանում եմ, հիվանդանոցում եմ։ Իսկ ինչ որ վնասված, կոտրվածք ստացել ես։ Փառք Աստծո, լավ եմ պրծել։ Առաջին դեպքի ժամանակ մի քիչ ունքս էր վնասվել, բայց վերականգնվեց, իսկ երկրորդինը վերականգնողական շրջանը ավելի երկար տևեց, մեջքի հյուսվածքների կոտրվածք են ասում, բայց ծանր չէր, փառք Աստծո, լավ եմ արդեն։ Փառք Աստծո, իհարկե ամեն ինչ լավ է անցել, կարծում եմ կարող ենք հիմա այդ տխուր թեման անցնել ու սկսել մեր զրույցը, եւ առաջարկում եմ սկսել հենց քո մասին պատմելով, հիշելով ինչ որ հետաքրքիր պատմություններ, կարող ենք հիմա քո ընկերներից, մոտերիմներից ինչ որ մեկին զանգել եւ թող նա էլ պատմի մեզ այդ պատմությունները։ Շատ լավ։ Ում ենք զանգում։ Մոնիկային։ Իմ մանկության ընկերուհին է։ Ինքը իմ հետ կապված կարելի ասել ամեն բան գիտի։ Կարծում եմ, որ հետաքրքիր պատմություն կունենա։ Ալո։ Մոն, բարև։ Ոնց ես։ Լավ, դու ասա։ Լավ, ես Աննայի մոտ հաղորդման հյուր եմ։ Աննան քեզ ասելու բան ունի։ Փոխանցեմ իրան։ Մոնիկա ջան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Քանի որ դուք Էլիզի մտերիմ ընկերուհին եք, մանկության ընկերուհին եք, վստահաբար շատ հետաքրքիր պատմություններ եղած կլինեն մանկության տարիներին, որոնք արժանի են հիմա բացահայտվելու։ Ես ու Էլիզը իրար հետ կանոնի էին գնում փոքր ժամանակ, ու Էլի մեր հետ երկու հոգի կային։ Տենց 4-ով պարապմունքից հետո մի օր գնում ենք խանութ, այդ ժամանակ մեր մոտ փող չկար ընդհանրապես։ Մտել ենք խանութ, մի հատ մանդարին ենք վերցրել ու մի հատ էլ սուխարիկ, հետո դուրս ենք եկել խանութից։ Առանց վճարելու։ Հա, փող չունեինք մենք։ Ոչ մեկի ոչ մի բան չենք ասել, դուրս ենք եկել, գարաժների մոտ ինչ որ տեղ կերել ենք, հետո խոսք ենք տվել իրար, որ ոչ մեկի ինչ որ բան չենք ասելու դրա մասին։ Գնացել ենք տուն ու երբ որ գնում էինք, արդեն տանը մեզ ոստիկանները սպասում էին։ Բոլորը իմացան։ Այո։ Իսկ ո՞նց էին իմացել։ Չնայած երևի խանութի աշխատակիցներն էին։ Կամերաներով, հա։ Այդ խանութը հենց ոստիկանության տարածքում էր։ Հա։ Ոստիկանության շենքի տարածքում էր։ Վտանգավոր բաներ եք արել։ Հա, բայց հետո կարգավորվեց այդ թեման։ Եվ մնաց մանկության վառ հիշողություն։ Այո։
Հետաքրքիր է շատ։ Ընկալեցին։ Կարևորը դա է։ Շնորհակալ եմ շատ, Մոնիկա ջան, արդեն Էլիզի հետ կշարունակենք մեր զրույցը։ Լավ, խնդրեմ։ Էլիս վերադառնալով արդեն մեր հիմնական թեմային, այնպես է ստացվել, որ քո կյանքը ինչ որ բայից սկսած հայտնվեց հանրային խոշորացույցի տակ, բոլորը քո մասին ամեն ինչ գիտեն, քննարկում են, խոսում են, վստահ եմ, որ հիմա իհարկե սովորել ես այդ ամեն ինչին, բայց ի սկզբանե շատ բարդ էր ադապտանալ։ Ոնց է այդ շրջանը անցել։ Քննարկում են թե վատ, թե լավ առումով, իրականում ոչ ոք չի տեսել, թե ոնց եմ անցնում այդ էտապները, բայց միանշանակ հաղթահարել եմ, այն ինչ որ տեսնում եք, արդեն այդ հաղթահարած Էլիզն է։ Դժվար է եղել, բայց միևնույն ժամանակ սենց ուժեղացրել է էլի ինձ, կարծում եմ։ Բայց ի սկզբանե պատրաստ էիր այդքան շատ հանրային ուշադրության, որովհետև լրիվ ուրիշ կյանքով ես ապրում ու մեկ էլ քեզ բոլորը ճանաչում են ու բոլորը քննարկում են։ Բոլորը քննարկում են, իրականում ես ամեն ինչ շատ շուտ եմ մոռանում, շատ հեշտ եմ մոռանում, կարելի է ասել, դրա համար երևի այդ պահին ինչ որ զգացողություններ ունենում էի, հետո շուտ մոռանում էի։ Հետո ինչ որ պայից դու ինքդ սկսեցիր բլոգ վարել ու ինչ որ բաներ նաև դու էիր պատմում, այսինքն արդեն իսկ ինքդ տրվել էիր այդ հոսանքին եւ պատրաստ էիր հանրային ուշադրությանը, կարելի ասել։ Հա, երբ որ այդ քննարկումները սենց բուրըն են լինում, պետքա մի հատ խոսես, որ մարդիկ հասկանան ինչա կատարվում, որովհետև շատ հաճախ մարդիկ տեսնում են մենակ մի կողմը, կարելի ասել չեն էլ տեսնում, բայց մեկը քննարկում են ու քննադատում են, ինչու ոչ։ Բայց հետո հաղթահարում ես, իրականում դժվար բան չկա, ուղղակի հասկանում ես, որ ամեն մարդ մի տեսակ է ու դու պարտավոր չես իրանց կարծիքը շատ խորը ընդունել, հա։ Բայց ամեն դեպքում այդ շատ քննարկումների մեջ միշտ կա այդ բացասական ալիքը, որը չի կարող մարդու վրա չանդրադառնալ եւ ինչ որ առումով չստիպել, որ նեղ սրտի։ Դու ոնց ես քեզ զերծ պահում այդ ամեն ինչից, որ դա չկպնի քեզ։ Դե հա, իրականում բացասական ալիքը կպնում է, նայած դու ինչքանով ես պատրաստ դրան դիմակայելու։ Ինձ համար մի ընթացք է եղել, որ շատ դժվար է եղել հաղթահարել, չէի ուզում Instagram դուրս գայի, ոչ մի բան չէի ուզում post-էի, մտածում էի հեսա էլի մի բան գրելու են, հեսա էլի մի նենց բան են գրելու, նեղվեմ, բայց հետո ժամանակի ընթացքում անցնում է, որ ասեմ հատուկ ինչ-որ բան եմ արել, որ չնկատեմ, չէ, ուղղակի տատիկս մի հատ լավ բան է ասում է, քեզ ինչ-որ գրում են, իրանք իրանց մասին են գրում, իրանց չստացված կյանքից, դրա համար ես փորձում եմ ավելի սենց հանգիստ նայեմ արդեն, որովհետև ամեն մեկը իրան է ցույց տալիս ու մի հատ է շատ հետաքրքիր բան ասեմ, քանի որ ես իմ դերը խաղում եմ կինոյի մեջ, մարդիկ իրանց դերը խաղում են կոմենտներում, ես միշտ տենց եմ նայում, որովհետև ամեն մարդ մի տեսակ է, այսինքն չեն կարա բոլորը քեզ սիրեն, բոլորը քեզ ընդունեն ոնց որ կա, քո կյանքը տենց ընդունեն ու քեզ միշտ լավ բաներ գրեն։ Իհարկե այդպես ասում ես, բայց վստահաբար այդ բան երբ որ նեղ սրտում ես, ուզում ես, չգիտեմ, ինչպես դու ասացիր, Instagram-ը ջնջել կամ ինչ առհասարակ անհետանալ այդ դաշտից ու վստահաբար նաև ուզում ես ինչ որ մեկի հետ կիսվել։ Ում ես առաջինը պատմում, ումից ես փորձում այդ խոսքերը լսել, որոնք որ քեզ կսփոփեն, այսպես ասած։ Ոչ ոքի։ Ինքնան փոփես։ Հա։ Այդպես ավելի դժվար չէ։ Ինչ պատմեմ, ասեմ ինձ sense կոմենտ են գրել, չէ։ Ուղղակի փորձում եմ վերանայել, ասում եմ, կարողա ինչ-որ ճշմարտություն կա, չգիտեմ, կարողա ինչ-որ բան ես չեմ նկատում, բայց երբ որ փորձում եմ ես իմ մեջ գտնել այն ինչ-որ ինձ գրում են, հասկանում եմ, որ իմ մեջ չի, այդ մարդկանց մեջ է այդ չարությունն ու այդ ինչ եմ խոսում բացասականից, որովհետև դրականի մասին շատ կարամ խոսեմ, բացասականը այն ալիքն է, որը որ մի ընթացք շատ վերև բարձրացավ կարելի է ասել։ Այս առումով քեզ բնականաբար կարող է օգնել քո ընտանիքը, որովհետև իրենք դե միշտ հանրային այդ ուշադրության կենտրոնում են եւ գուցե ավելի շատ են սովոր այդ վատ մեկնաբանություններն անտեսել, գիտեն արդեն որ իրադարձությանը ինչպես վերաբերել, որպեսզի իրենց վրա չհասի եւ իրենք քեզ կարող են օգնել, բայց դու փաստորեն իրենց էլ չես պատմում։ Լինում են ինչ-որ դեպքեր, որ ասում եմ, տեսել եք ինձ ինչ են գրել կամ չգիտեմ, բայց իրանք էլ ասում են, դե լավ ուշադրություն մի դարձրու, այսինքն ոչ մեկ ինչ-որ հատուկ ծանր չի տանում այդ իրավիճակը
իրավիճակները։ Իսկ քո բլոգում դու ամեն ինչ պատմում ես, թե փորձում ես ինչ-որ բաներ ֆիլտրել, որովհետև արդեն գիտես, որ քեզ միևնույնն է քննարկելու են, մի հատ ավել մի բան գրես, տեղադրես, ավելի շատ են խոսելու ու փորձում ես ավելի փակ լինել, թե միևնույնն է դա քեզ չի կանգնեցնում։ Վերջին շրջանում ավելի բաց եմ բլոգում, քան առաջ, ավելի կոմպլեքսներ ունեի առաջ, իսկ հիմա անցել է, ես կարծում եմ նաև այդ մեկնաբանությունների շնորհիվ է, որովհետև հասկանում ես մարդկանց տեսակները, որովհետև երբ որ մենակ լավն ես տեսնում, մեկ-մեկ վախենում ես ինչ-որ մեծ քայլ անես, պատրաստ չես լինում մարդիկ ինչ ռեակցիա կտան։ Իսկ ինչ կոմպլեքսներ ունեիր, որ հիմա չունես։ Չէի կարողանում իմ մասին շատ խոսել, այսինքն ես հնարավոր է ինչ-որ հումորային բաներ նկարեի, ընտանեկան ինչ-որ վիդեոներ գցեի, բայց հիմա ավելի շատ խոսում եմ իմ մասին, այն ինչ-որ ես ապրում եմ, զգում եմ, չգիտեմ, այն ինչ-որ ես զգում եմ, դրա մասին եմ խոսում, որի մասին հնարավոր է մի 8 ամիս առաջ չկարողանայի խոսել։ Շուտով կլրանա 1 տարին ինչ-որ մենակ ես ապրում, այս ընթացքում ոնց է փոխվել քո կյանքը։ Չեմ փոշմանել, կարոտում եմ շատ մերոնց, երբ որ մենակ եմ լինում, սենց հիշում եմ իրանց հետի անցկացրած ժամանակը, կարոտում եմ շատ, բայց մենակ ապրելը շատ ճիշտ որոշում էր, ինքս ինձ ճանաչելու, ինքս ինձ հասկանալու, ինքս ինձ բացահայտելու, իմ սխալները ընդունելու, մենակ հաղթահարեմ։ Հիմնական խնդիրը, որ երբ որ մենակ չես ապրում, դու դա չես կարողանում անել, հասկանալ, գուցե ինքդ քո մեջ, իսկ մենակ ապրելու դեպքում կարողանում ես, ինչն է այդ հիմնական կետը, որ հիմա արդեն գտել ես։ Ինձ թվում է ծնողների ներկայությունը, երբ որ ծնողները քո կյանքում կան ու դու իրանց հետ ես, քեզ թվում է, թե ամեն ինչ իրանք կլուծեն, իրանք կօգնեն քեզ քո խնդիրների լուծումը կգտնեն, բայց երբ որ մենակ ես, մի քիչ այլ է իրավիճակը, դու փորձում ես ինքդ քեզնով առաջ գնալ, այսինքն ինչ որ սխալ անում ես, դու նայում ես հայլու դիմաց, ասում ես ես այս սխալը արել եմ ու ոնց որ ես պետքա պատասխան տամ իմ սխալի համար։ Կարծում եմ ծնողների ներկայությունն է էլի այդ փոփոխությունը, ծնողները կողքիդ են, ծնողները կողքիդ չեն, դու մենակ ես։ Նաև այդ ազատ տարածությունը ունես հասկանալու, թե ինչ ես ուզում անել հետագայում եւ այլն։ Գիտեմ, որ այս մենակ ապրելու որոշումը միանշանակ չի ընդունվել ընտանիքիդ կողմից, հատկապես ավելի այսպես դժվար է ընդունել Արամը, հայրդ։ Հիմա ինչ հարաբերություններ են այս առումով ձևավորվել ընտանիքիդ հետ, ինչպես են նրանք ադապտացվել քո մենակ ապրելու որոշմանը։ Սկզբի շրջանում կարծում եմ երկու կողմի համար էլ դժվար է եղել, բայց այս պահին արդեն հարմարվել ենք, որովհետեւ իրանք հասկանում են, որ ես ինձ այսպես լավ եմ զգում, որ ես այսպես ավելի հասուն եմ ու ավելի գիտակից եմ այն ինչ որ անում եմ, պատասխանատու եմ իմ արածների համար եւ չարածների համար։ Երբ որոշեցիր մենակ ապրել, քույրդ ինչպես արձագանքեց դրան, որովհետեւ վստահաբար միշտ դուք միասին եք եղել եւ իր համար դժվար պիտի որ լիներ քեզնից առանձին ապրելը։ Կարծում եմ քրոջս համար ամենածանրն է եղել, մենք մանկուց իրար հետ ենք ու չի եղել ինչ որ ժամանակ, որ իրարից առանձին ապրենք, իրար չտեսնենք մի քանի օր, անկեղծ չի եղել։ Իսկ քեզ այդ հարցը չէր կաշկանդում։ Հիմա ավելի շատ ենք իրար հասկանում, հիմա ավելի շատ ենք իրար հետ կիսվում, ինչ որ բաների մասին խոսում, քան երբ որ իրար հետ էինք, էլի երբ որ իրար հետ էինք, ինչ որ բաների մասին կիսվում էինք, բայց այնքան չէ, ինչքան որ հիմա, որովհետև ավելի սենց կապը շատանում է, ավելի կարիքը զգում է, բացակայությունը զգում է, ես էլ շատ։ Միշտ ինձ ասում են քուրիկդ, որ քեզանից մի 5 տարի փոքր է, դու իր հետ մտածում ես, չես կարող ինչ-որ բաների մասին կիսվել, բայց ինձ թվում է քուրիկը այն միակ մարդն է, ում հետ կարող ես շատ բաների մասին կիսվել։ Ու եթե բոլորը մտածում են, որ Ստելան 15-16 տարեկան է, ինքը կարող է շատ բաներ չհասկանա, ես կասեմ, որ չէ, ինքը շատ բաներ հասկանում է ու շատ ժամանակներ ինքը ավելի շատ ինձ օգնում է, քան, չգիտեմ, փորձառու ընկերուհի, 1000 տարվա փորձ ունեցող հոգեբան։ Որովհետև քեզ ամենալավն է ճանաչում։ Ոնց փորձեցիր ադապտացնել դրանց։ Հնարավոր է սա ժամանակավոր է, հնարավոր է սա ժամանակավոր չի, բայց որոշում է, որը ես կայացրել եմ ու ես փորձում եմ պատասխանատու լինեմ իմ որոշմանը, ինչ վերաբերվում է իրենց հարմարվելուն, ադապտացվելուն, ես կարծում եմ, որ ժամանակի հարց է, սովորում են։ Ամեն ինչ սովորելու վրա է։ Բայց եղել է շրջան, որ փորձեն քեզ համոզել, ասել օրինակ թեկուզ Արամը ասի, բայց կարողա փոշմանել ես հետ գաս։
Հա, papan ասել է, կարող է գաս։ Ես ասել եմ, որ այս պահին պատրաստ չեմ ոնց որ ետ դարձ անեմ։ Սովորում ես մենակությանը, սովորում ես ինքդ քեզ ես սովորում։ Որ պահին այդ ցանկությունը առաջացավ, որ ընտանիքիդ կարծիքը գուցե շատ էր, այսինքն դու այդ կարծիքի մեջ չէիր կարողանում քո կարծիքը հասկանալ, որն է քո որոշումը, ինչն էր խնդիրը, որ այդ պահին դու հասկացար։ Մանկուց էր եկած այդ որոշումը, այսինքն որոշում չասեմ, մանկուց երազանք էր, որ ես երբ որ դառնամ այն տարիքին, որ ես կկարողանամ ինձ պահել, թե ֆինանսապես, թե ֆիզիկապես, ես որոշել էի, որ պետքա մենակ ապրեմ։ Այսինքն բացարձակ ընտանիքի ֆակտորը չի, այսինքն ինչ որ կոնֆլիկտ չի եղել, ինչ որ հարցեր չեն եղել, պատասխանատվությունը մեզ չի եղել, սովորական ընտանիքա, որտեղ դու ուզում ես, չգիտեմ, ինչ որ ձևով ինքնուրույնանաս։ Կա արդյոք այստեղ նաև այն հարցը, որ ընտանիքը հայտնի է, Էլիզի հայրը Արամն է, դրա համար նա առաջ է գնում։ Գուցե նաև այս խնդիրը կար, որ դու ուզում էիր առանձնանալ եւ ցույց տալ, որ դու առանձին ես կայանում։ Չէ, նման մտքեր չեմ ունեցել, առանձնանամ, իմը ստեղծեմ, չգիտեմ, պապայով եմ առաջ գնում, շատ եմ տեսել, բայց մի հատ բան ասեմ, ժողովուրդ ջան։ Երբ որ մարդու մեջ ցանկություն չի լինում, երբ որ մարդ չի ունենում այդ ցանկությունը, նպատակները, ուզում է պապաս լինի, չգիտեմ, աշխարհի ամենահայտնի մարդը, դու չես դառնա այն ինչ որ ուզում ես, դու չես անի այն ինչ որ ուզում ես։ Երբ որ քո մեջ կա այդ, դու լինես հայտնի ընտանիքում, չլինես հայտնի ընտանիքում, դու ձգտում ես ու հասնում ես։ Հա, ես չեմ ասում, որ պապայի ֆակտորը չկա, ես չեմ կարա այդ բացառեմ, բայց երբ որ քո մեջ չլինի, դու չես անի այն ինչ որ օրինակ ես չէի անի այն ինչ որ հիմա եմ անում։ Բայց ամեն դեպքում այդ խոսակցությունները կան, չէ՞, դու ինքդ բախվում ես դրանց ու վստահաբար այդքան էլ թեթև չես տանում։ Թեթև եմ տանում։ Ես ինքս իմ մեջ գիտեմ, ես ով եմ ու ինչ եմ անում։ Իսկ այդ կարծրատիպը քեզ չի խանգարում ինչ որ միջավայրերում գտնվելիս, որ մտածում ես դե հեսա էլի տենց են մտածելու։ Շատ միջավայրերից դուրս եմ եկել։ Հա, երբ որ ուղակի տեսել եմ, որ մտածում են տենց, հա, ես դուրս եմ եկել այդ միջավայրերից։ Դա եղել է ավելի աշխատանքային, թե ընկերական միջավայր։ Երկուսն էլ։ Թե ընկերական, թե աշխատանքային։ Իրանք հնարավոր է նկատածե չլինեն, բայց երբ որ ես խոսակցությունները իրենց մեջի հասկացել եմ, ասել եմ, չէ։ Բայց ինչ տիպի խոսակցություններ էին, ինչ էին ասում։ Կողքից եմ լսել են, ինչ որ լսել եմ, հնարավոր է Հա, բովանդակությունը, պարզ է։ Ավելի շատ տենց մակերեսային փորձում են հասկացնել, չգիտեմ, բայց այդ անցած պատմությունները հիմա ավելի հեռու եմ։ Այդ խոսակցությունները հատկապես բուրն էին քո բաժանման ժամանակ, երբ բաժանվեցիր քո սիրելիից, Հարութից, ու մարդիկ էլի շատ քննարկում էին, մամուլում խոսակցություններ կային, ոնց ես դու այդ փուլը հաղթահարել, հատկապես որ ինչպես դու նշեցիր, քեզ հետևում են շատ երիտասարդ աղջիկներ, ու գուցե նրանք էլ հիմա այդ դժվար ճանապարհը անցնում են եւ պետք է քո խոսքը հենց հիմա նրանց։ Կարծում եմ, որ ամեն ինչ մարդու համար է, այն ինչ որ կատարվում է ու պարտադիր չի մնաս միտեղ, որտեղ ամեն ինչ անհասկանալի է, այսինքն դու իրավունք ունես, որոշում կայացնես ու անես այն ինչ որ դու ես ուզում։ Շատ իմ տարիքի աղջիկներ հնարավոր է մտածեն, որ հարաբերությունների ընթացքում այդ կոմֆորտ զոնան է, բայց իրականում չէ, որովհետև եթե դու հասկանում ես, որ այդ քոնը չի, դու հանգիստ կարաս բաց թողնես, դու կարող ես բաց թողնել, պարտադիր չի մտածես, վայ ծնողներս գիտեն, իմ դեպքում իհարկե ավելի դժվար է եղել, շատ մարդիկ գիտեն, շատ մարդիկ գիտեն ու ավելի բարդ եմ այդ որոշումը կայացրել, բայց կարծում եմ հանցագործություն չի, երբ որ դու հասկանում ես, որ դա քոնը չի ու դու կարող ես հանգիստ հեռանալ, խոսաս, հասկանաս ու հեռանաս, բաց թողնես։ Բայց այդ մի անգամից է ստացվել, թե երկար ժամանակ քո մեջ վերլուծելուց, մտածելուց, հասկանալուց հետո ես կարողացել ինչ որ կերպ այդ որոշումը կայացնել։ Շատ երկար եմ մտածել, շատ երկար ժամանակ է տևել իմ այդ որոշումը, ոչ մեկ էլ չեմ քննարկել, որոշել եմ ես, արել եմ
ես խոսել եմ ու ամեն ինչ վերջացել է։ Որոշումը ընդունելի էր միանգամից երկրորդ կողմի համար։ Չգիտեմ։ Չհասավ քննարկումը դրան։ Այդ ընթացքում մտածում էի կարողա մեղավորեմ, վայ կարողա պիտի չանեի, վայ հիմա ինչ ասես իմ մասին կմտածեն։ Վայ, բայց հետո հասկանում ես, չէ, վայ չկա Էլիս ջան, ամեն ինչ մարդու համար է, դու ոչ մի սխալ բան չես արել, չգիտեմ, ոչ մի վատ բան չես արել։ Էլի չէիր պատմում ընտանիքի անդամներին, չէիր կիսվում նրանց հետ այդ։ Չէ, մամայի հետ կիսվել եմ, շատ բաներ, մի քիչ բարդ եմ հաղթահարել այդ շրջանը, բայց Իսկ ո՞նց ենք քեզ կարողանում այդ դժվար պահերին օգնել, ինչ խորհուրդներ ա տալիս։ Հա, շատ է կարողանում օգնել, դե մասնագիտությամբ հոգեբան է։ Ոնց էլ չլինի, ամենաշատը ինքը կարա ինձ օգնի էլի։ Քո կյանքում նոր փուլ է, նոր մարդ կա։ Այո։ Կարևորը դա է, կարևորը որ հիմա արդեն երջանիկ ես եւ վստահաբար եթե արդեն նոր փուլ կա, ապա հին փուլը հաստատ հաղթահարել ես։ Վաղուց։ Նոր փուլին տրվելը դժվար է տրվում մարդուն, թե երբ որ արդեն նոր ինչ-որ էտապ է սկսվում, դու միանգամից հինը մոռանում ես եւ կարողանում ես տրամադրվել 0-ից սկսելու համար։ Նորից եմ ուզում ասել, որ վաղուցվա որոշում էր իմ բաժանումը ու իմ համար շատ վաղուց փակ է այդ թեման։ Դրա համար չեմ էլ ուզում շատ անդրադառնալ, ուղղակի այն աղջիկները, ովքեր որ այդ շրջանում են կամ ինչ որ որոշում են ուզում կայացնել, թող չվախենան, թող ազատ լինեն իրենց ընտրություններում, թող լինեն այն մեկի հետ, ում հետ երջանիկ են իրոք ու որ շատ սիրում են իրանց, չգիտեմ։ Դու հիմա երջանիկ ես։ Ես երջանիկ եմ։ Շատ լավ է։ Գալով արդեն քո կյանքի նաև աշխատանքային հատվածին, հիմա արդեն որպես դերասանուհի ես ներկայանում, նկարահանվելով սերիալում, ու քանի որ չունես նաև դերասանական կրթություն, այս առումով եւս բարդ փուլ եւ ճանապարհ անցած կլինես։ Ոնց ադապտացվեցիր արդեն նոր աշխատանքին։ Անկեղծ, ամենաբարդը համակերպվել եմ, ադապտացվել եմ նկարահանումներին, նոր մասնագիտությանս, այսպես ասած։ Բայց այս պահին ամեն ինչ ունի մեջ հանգնում։ Իսկ խաղընկերների հետ ինչպես է ստացվում աշխատանքը, որովհետև նրանք արդեն իսկ փորձառու դերասաններ են եւ դու նոր ես, այստեղ նաև կարևոր է նրանց կողմից ընդունելը քեզ։ Ճիշտն ասած, առաջին իսկ օրվանից ամեն ինչ շատ հարթ է եղել, շատ ընկերասեր էին, շատ լավն են։ Ում հետ է ավելի հեշտ ստացվել խաղը եւ ում հետ ավելի բարդ։ Ես իմ տեսակով հարմարվող մարդ եմ, այսինքն ոչ մեկի հետ առանձնապես ինչ որ փորձություն չի եղել, որ հարմարվեմ, չհարմարվեմ։ Ես իմ, չգիտեմ, անելիքը գիտեմ, իրանք իրանց անելիքը գիտեն, շատ սիրում եմ իրանց, շատ օգնել են ինձ, խորհուրդներ են տվել ոնց հանեմ, որ ճիշտ լինի, ոնց պահեմ ինձ այս իրավիճակում, դե նորմալ է, որ կրթություն չունես, նորմալ է, որ քեզ օգնեն։ Համաձայնվեցիր միանգամից հայտնվել այդ ոլորտում, թե այստեղ եւս քո մեջ տարակուսանքներ կային, գուցե ճիշտ չէր, գուցե պետք չէր։ Ճիշտն ասած, շատ առաջարկներ եմ ունեցել մինչև այս հեռուստասերիալը, մի 3-4 առաջարկ ունեցել եմ թե հումորային հաղորդումից, թե սերիալից, բայց մերժել եմ, որովհետև համ այդ հոգեվիճակում չէի, որ ասեի, հա, գալիս եմ, համ էլ պատրաստ չէի, ես միշտ ասել եմ, իմը չի դերասանությունը, ես չեմ կարող անեմ մի բան, որը այդ բանին ես չեմ զգում։ Ինձ մեկ-մեկ որ ասում են, հələ պատկերացրու, այս ամեն ինչը քո կյանքի հետ է, ես չեմ կարող պատկերացնել, որովհետև երբ որ իրականում քո հետ չի կատարվում էլ, ես չեմ կարող պատկերացնել, որ այդ իմ հետ է կատարվում։ Հիմա ոնց որ ավելի հեշտ եմ մտնում կերպարիս մեջ, բայց հաստատ էլ ոչ մի առաջարկ չեմ ընդունի։ Սա վերջինն է։ Սա վերջինն է։ Այսինքն քեզ այլևս որպես դերասանուհի չենք տեսնի այս նախագծից հետո։ Կարծում եմ ոչ, բայց եկեք ամպագորգոր հայտարարություններ չանեմ, չեմ կարող ասել, բայց այս պահին Բայց ինչով է դա պայմանավորված։ Քեզ դուր չես գալիս որպես դերասանուհի էկրանին տեսնելիս։ Բարդ է խաղալ 20-25 տարվա դերասանների կողքին, որովհետև իրանք արդեն փորձառու մասնագետներ են, փորձառու են իրանց աշխատանքի մեջ։ Երբ որ ինչ որ որոշում ունենայի, որ պետքա շարունակեմ, կգնայի կսովորեի, կշարունակեի, մի ընթացք մտածում էի այդ մասին, բայց հիմա էլ չեմ մտածում։ Սա զուտ փորձառություն է ինչ որ առումով Այո, փաստորեն։
Շնորհակալ եմ Էլիս, հիմա մնացին իմ վերջին կարճ հարցերը, որը վերաբերում է ընտանիքին։ Ընտանիքում ով է ավելի բռնկվող։ Պապան, Ով է ավելի հոգատար։ Ստելան, մաման, Ով է ավելի հանդուրժող։ մաման, Ումից առաջինը խորհուրդ կհարցնես։ նայած ինչ իրավիճակա։ Համ մամայից, համ պապայից։ Ումից ես ավելի շատ ազդվում, ում կարծիքից։ Բոլորի։ Ընտանիքում բոլորի։ Եվ- Անջի, Եվ ում գաղտնիք կվստահես։ Ստելային։ Շնորհակալ եմ շատ։ Այսպիսին էր Էլիս Մելիքյանը Breakpoint-ի տաղավարում, իսկ դուք չմոռանաք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, թողնել մեկնաբանություններ եւ սպասել մեզ հաջորդ շաբաթ։